Ովքեր ցանկանում են չարարվեստաբար հասկանալ Աստվածային գիրքը, իրենց հայհոյությունը հաստատելու համար վկայակոչում են մարդուն վերաբերող խոսքերը Աստծո որդու աղքատության մասին, սակայն այս նվաստ խոսքերի և գործերի մեջ է քրիստոնեության ողջ իսկությունը։ Արդ, եթե կարողանային լսել երանելի Պողոսի Կորինթացիներին գրվածները, քանզի գիտեք շնորհները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացավ, նա որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարստանաք, ապա երբեք չէին համարձակվի ասել, որդին նման չէ հորը, հատկապես իմանալով, թե ինչ է նրա աղքատության զորությունը և ինչ է նրա խաչի զորությունը։ Ուստի և մի այլ տեղ նույն Պողոս առաքյալն ասում է, որ կարողանաք հասու լինել բոլոր սուրբերի հետ, ինչ է լայնությունն ու երկարությունն ու խորությունը, ճանաչենք գիտությանը գերազանցող Քրիստոսի սերը, որպեսզի լցվեք Աստծո լրիվ ամբողջությամբ։ Այս պատճառով նրա աղքատության և չարչարանքների մասին համարձակվում է գրել. «Քավ լիցի ինձ պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես աշխարհի համար։ Որովհետև իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մեջ այլ բան, բայց միայն Հիսուս Քրիստոսին և նույն ինքը խաչվածին։ Եվ եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի։ Եվ այժմ, եթե սրանք հասկանային Աստվածային գիրքը, արդարև չէին համարձակվի ամենքի ստեղծողին հայհոյել, նրան ստեղծված կամ արարված կոչելով։ Վկայակոչում են ասելով մեզ. ինչպես կարող է որդին հոր նման կամ հոր էությունից լինել, երբ որ գրված է, ինչպես հայրն ինքն իր մեջ կյանք ունի, նույնպես և որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ։ Ըստ նրանց տվողը գերազանց է վերցնողից, նաև գրված է. մի կոչիր ինձ բարի, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված, դարձյալ Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, դարձյալ այդ օրվա մասին ոչ ոք չգիտի և ոչ էլ որդին, այլ միայն հայրը, դարձյալ ում հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, դարձյալ Հայր Աստված, որ հարություն տվեց նրան մեռելներից։ Արդ, ինչպես կարող է, ասում են, մեռելներից հարություն առնողը նման լինել իրեն հարություն տվողին։ Այս վկայությունների շատից քիչն առաջադրեցինք, որպեսզի սրանք մեկնելով մյուսները հեշտությամբ հասկացվեն, արդ ըստ մեր կարողության մենք պետք է պատմենք նրանց զորության մասին։ Երբ երանելի Պողոսն ասում է հայրը հարություն տվեց իր որդուն մեռելներից, ապա Հովհաննեսն ասում է մեզ, թե ասաց Հիսուս. քանդեցեք այդ տաճարը և 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ։ Եվ ասում էր իր մարմնի տաճարի մասին։ Արդ հայտնի է նրանց, ովքեր արթուն են, թե մարմնի հարությամբ նկատի ունի որդու հարությունը մեռելներից, որովհետև ինչ որ նրա մարմնի մասին են ասում, իդեմս նրա են ասում, այսպես երբ ասում է, որ հայրը կյանք տվեց որդուն, պետք է իմանալ մարմնին կյանք տալը, քանի որ եթե ինքն է կյանքը, ապա ինչպես է կյանքը կյանք վերցնում, երբ ինքը խոստանում է ասելով, թե իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալու են իմ հետևից, և ես նրանց կտամ հավիտենական կյանքը, և նրանք չեն կորչի հավիտյան։ Եվ արդ, եթե ինքն է Աստծո իմաստությունը, և ամեն հասակ իրենից է, ապա ինչու ասաց. Հիսուս զարգանում էր իմաստությամբ և հասակով։ Եվ եթե հայրն իր բանի և որդու միջոցով է ստեղծել ամեն ինչ, ապա պարզ է, որ նրա մարմինն էլ է հարություն տվել նրա միջոցով։ Արդ նրա ձեռքով հարություն տվեց նրան և նրա ձեռքով կյանք տվեց նրան։ Մարմնով հարություն է առնում որպես մարդ և կյանք է ստանում որպես մարդ, կերպարանքով որպես մարդ լինելով և ինքը որպես Աստված հարություն է տալիս իր տաճարին և կյանք իր մարմնին, և դարձյալ երբ ասում է.
ում հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, ապա մեկ այլ տեղ նրա մասին ասում է. «Եվ ես ինձ սրբացնում եմ, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ»։ Իսկ երբ որ ասում է Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, ապա դա մեր անունից է ասում, որովհետև նրա համար ասվեց. ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և կերպարանքով որպես մարդ լինելով, և հնազանդ լինելով մինչև մահ, և այն էլ մահվան խաչի վրա։ Նույնպես էլ Եսային է ասում. նա մեր մեղքերն է վերցնում և մեզ համար չարչարվում, քանի որ իր համար չի չարչարվում, այլ մեզ համար, և Աստված իրեն չթողեց, այլ մեզ, և մեզ թողնվածներիս համար եկավ աշխարհ։ Եվ երբ ասում է դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, և ինչ որ սրանից հետո է ասում, տաճարի մասին է ասում, որն իր մարմինն է։ Որովհետև ոչ թե բարձրյալն է բարձրանում, այլ բարձրյալի մարմինը, և բարձրյալի մարմնին անուն շնորհեց, որ վեր է, քան ամեն անուն, և ոչ թե Աստուծո բանը ըստ շնորհի կոչվեց Աստված, այլ նրա մարմինը նրա հետ Աստված ասվեց։ Որովհետև չասաց բանը Աստված եղավ, այլ բանը Աստված էր։ Այսինքն միշտ կար բանն Աստված, և այս նույն Աստված մարմին եղավ, որպեսզի նրա մարմինը լինի բանն Աստված, ինչպես որ Թովմասը շոշափելով նրա մարմինը գոչեց. Տեր իմ և Աստված իմ, երկուսը միասին Աստված կոչելով։ Այս մասին Հովհաննեսը նույնպես գրեց. կենաց բանի մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես եղանք և որին շոշափեցին մեր ձեռքերը։ Արդ այս ամենից հայտնի է, որ մարմնի մեջ շոշափվեց որդին և Աստծո բանը, և երկու դեպքում էլ ըստ Աստվածային գրքի շոշափողը կենաց բանն է։ Եվ երբ ասում է, քանի որ Հոգին Սուրբ դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր, նկատի ունի նրա մարմինը, որ դեռ փառավորված չէր, որովհետև ոչ թե փառքի Տերն է փառավորվում, այլ փառքի Տիրոջ մարմինը, այն փառավորվում է նրա հետ երկինք բարձրանալով։ Ուստիև որդեգրության հոգին էլ դեռ մարդկանց մեջ չէր, որովհետև նախապես մարդուց մարմին առնելով դեռ երկինք չէր բարձրացել։ Արդ որքան որ գիրքը ասում է, թե որդին վերցրեց, նրա մարդկության համար է ասում, ոչ թե աստվածության համար։ Եվ երբ առաքյալն ասում է, թե Քրիստոսի մեջ է բնակվում աստվածության ամբողջ լիությունը մարմնապես, պետք է հասկանալ, որ աստվածության ամբողջ լիությունը բնակվում է նրա մարմնի մեջ։ Երբ ասում է, որ իր որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց նրան, մեկ ուրիշ տեղ էլ ասում է, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար։ Որովհետև որդին չեկավ ինքն իրեն փրկելու մահից, այլ մեզ մեռյալներից, և ոչ թե իր համար մեռավ, այլ մեզ համար, քանի որ դրա համար էլ ինքն ընդունեց մեր աղքատությունն ու անարգանքը, որպեսզի իր ամբողջ հարստությունը մեզ շնորհի, որովհետև նրա չարչարանքները մեր անչարչարությունն են, նրա մահը մեր անմահությունը և նրա արտասուքը մեր խնդությունը, նրա թաղվելը մեր հարությունը, նրա մկրտությունը մեր սրբությունը։ Քանզի ասում է. ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Եվ նրա վերքերը մեր բժշկությունն են, որովհետև ասում է. նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Եվ նրա պատիժը մեր խաղաղությունն է, որովհետև ասում է. մեր խաղաղության համար նա պատիժ կրեց, այսինքն մեր խաղաղության համար նա է պատժվում։ Եվ նրա ամփառությունը մեր փառքն է, ուստի մեզ համար փառք էր խնդրում ասելով. փառավորիր ինձ, Հայր, քեզ մոտ եղող այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը, որովհետև նրանով ենք փառավորված։ Նրա էջքը մեզ համար բարձրանալ է ըստ գրվածի, և նրա հետ հարություն տվեց մեզ, և նրա հետ նստեցրեց երկնքում ի Քրիստոս Հիսուս, որպեսզի գալիք հավիտյաններում իր շնորհի անչափելի մեծությունը քաղցրությամբ ցույց տա մեր նկատմամբ ի Քրիստոս Հիսուս։ Եվ որ խաչի վրա ասաց. Հայր,
Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին, այսինքն իր միջոցով հորն է ավանդում իրենով կենդանություն տված բոլոր մարդկանց, որովհետև նրա անդամներն ենք, եւ այդ բոլոր անդամները մի մարմին են, որը եկեղեցին է, ինչպես երանելի Պողոսը գրում է Գաղատացիներին, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս, արդ իրենով հանձնում է բոլորին։ Այսպես էլ երբ ասում է, Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր գործերի համար, ասում է իրենով կառուցված եկեղեցու մասին, քանզի ամեն ինչի արարիչը ստեղծված կամ արարած չէ, այլ արարչով է նորոգվում արարածը ըստ Պողոսի խոսքի, որովհետև նրա արարածներն ենք ստեղծված ի Քրիստոս Հիսուս բարի գործերի համար։ Եվ դարձյալ ասում է, որպեսզի եկեղեցու միջոցով հայտնի լինի այժմ երկնային իշխանություններին և պետություններին Աստծո բազմազան իմաստությունը, նրա հավիտենական նախասահմանության համաձայն, որ նա կատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որով համարձակություն և վստահելի հաղորդակցություն ունենք նրա նկատմամբ հավատքի միջոցով։ Եվ կրկին ասում է. Քանի որ նա ընտրեց մեզ Քրիստոսով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով, նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ դարձյալ երկու ժողովուրդների համար ասում է, որպեսզի իրենով երկուսին դարձնի մեկ նոր մարդ, խաղաղություն հաստատի և իր խաչի միջոցով Աստծու հետ հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ, իր խաչով սպանելով թշնամությունը։ Եվ երբ ասում է, մի կոչիր ինձ բարի, բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված, ասում է սա ըստ մարմնի իրեն մարդկանց հետ դասակցելով և ըստ իրեն մոտեցած երիտասարդի ըմբռնելու չափի, որովհետև երիտասարդը միայն մարդ էր համարում նրան և ոչ թե Աստված։ Եվ այս է Տիրոջ պատասխանի իմաստը, որ եթե ինձ միայն մարդ ես կարծում և ոչ Աստված, ապա մի կոչիր ինձ բարի, որովհետև մարդկային բնությունը չի կարող բարի լինել, այլ միայն Աստված։ Եվ այնուհետև ավելացնում է. պատվիրանները գիտես, և նրա հարցին որոնք պատասխանում է. մի շնանար, մի սպանիր և մնացածները։ Պատասխանում է և ասում. այդ բոլորը իմ մանկությունից ի վեր արել եմ, արդ ինչ եմ պակաս թողել։ Ասում է նրան. ցանկանում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ինչ որ ունես և աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս, և վերցրու խաչդ և արի իմ հետևից։ Արդ այսպես Տերը ցույց տվեց, որ բարին իրեն էլ է հատուկ, որովհետև ոչ ոք չի կարող չարիքին հետևելով հավիտենական կյանք ժառանգել։ Եվ երբ վերջին օրերի մասին ասում է, թե ոչ ոք չգիտի և ոչ էլ որդին, այլ միայն հայրը, մարդկորեն է ասում, որովհետև եթե հորը գիտի, ապա ինչպես չգիտի, թե երբ է վերջին օրը, քանզի ասում է. ոչ ոք չի ճանաչում հորը, եթե ոչ որդին, և ում որդին կամենա հայտնել։ Եվ եթե Սուրբ Հոգին գիտի բոլոր աստվածային բաները, ապա որդին ինչպես չգիտի օրը, որն ինքն է ստեղծել։ Եվ եթե հավիտյաններն ու դարերը նրանով եղան, ակնհայտ է, որ վերջին օրը նույնպես հավիտյանների ու ժամանակների մեջ է, որի մասին չէր կարող չիմանալ։ Արդ Տիրոջ կողմից ասված բոլոր նվաստ խոսքերը վերաբերում են իր աղքատությանը, որպեսզի մենք դրանցով հարստանանք և ոչ թե դրանցով հայհոյենք Աստծո որդուն։ Այդ իսկ պատճառով Աստծո որդին մարդու որդի եղավ, որպեսզի մարդկանց որդիները, այսինքն Ադամի որդիները Աստծո որդիներ դառնան, որովհետև անճարաբար, անպատմելիորեն, անհասմը շտնջնավորությամբ հորից ի վերուս ծնվածը ժամանակի մեջ կույս Մարիամից եղավ ներքևից, որպեսզի սկզբնապես ներքևից ծնվածներս երկրորդ անգամ ի վերուս ծնվենք, այսինքն Աստծոց։ Արդ նա երկրից միայն մայր ունի, իսկ մենք երկնքում միայն հայր, այս պատճառով էլ ինքն իրեն մարդու որդի է կոչում, որպեսզի մարդիկ էլ հայր կոչեն Աստծուն, հայր մեր, որ երկնքում ես։ Արդ ինչպես մենք ծառաներս
Աստուծո որդիներ եղանք։ Այնպես էլ երկնքի Տերն իր ծառայի որդին եղավ, այսինքն Ադամի, որովհետև վերցնելով մարդկանց մահկանացու հորը, մարդկանց տվեց իր անմահ հորը, համաձայն ասացի, թե նրանց իշխանություն տվեց լինելու Աստուծո որդիներ։ Ուստի Աստուծո որդին մարմնով ճաշակեց մահը իր մարմնական մոր համար, որպեսզի մարմնական որդիներն էլ նրա կյանքին հաղորդակից լինեն իրենց հոգևոր Հայր Աստուծո համար։ Արդ նա Աստուծո որդի է ըստ բնության, իսկ մենք ըստ շնորհի, եւ դարձյալ նա ըստ տնօրենության եւ մեզ համար Ադամի որդի դարձավ, իսկ մենք բնությամբ ենք Ադամի որդիներ։ Ուստի ասում է. «Գնում եմ դեպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դեպի իմ Աստվածը եւ ձեր Աստվածը»։ Որովհետև Աստված, ինչպես նախապես ասացի, նրա Հայրն է ըստ բնության, իսկ մերը ըստ շնորհի, եւ նրան Աստված եղավ ըստ տնօրենության, որովհետև մարդ է, իսկ մեզ Տերը եւ Աստված ըստ բնության, եւ այս պատճառով հոր բանը եւ որդին միանալով մարմնի հետ մարմին եղավ, որպեսզի եւ մարդիկ միանալով հոգու հետ լինեն մեկ հոգի։ Արդ նա Աստված է մարմնազգեստ, իսկ մենք մարդիկս հոգեզգեստ, որովհետև մարդկանց էությունից պտուղ առնելով, այսինքն Աբրահամի զավակներից, այսինքն ծառայի կերպարանքով եւ մարդկանց նման լինելով, Աստծո էությունից մեզ տվեց Սուրբ Հոգու պտուղը, որպեսզի բոլորն էլ Աստծո որդիներ դառնան Աստծո որդու նմանությամբ։ Ինքն Աստծո ճշմարիտ որդին հագավ մեզ բոլորիս, որպեսզի մենք բոլորս հագնենք մեկ Աստծուն։